Քաղաքաշինական ծրագրերը, որոնք գրվում են Գյումրիում շինարարական բում ունենալու համար, ճարտարապետական նախագծումների փուլին չեն հասնում։ Փողոցների եւ դրանց զուգահեռ ենթակառուցվածքների նորոգման, հին շենքերի ամրացման, վերակառուցման կամ նորերի կառուցման շատ ծրագրերից փոքր մասն է մեկնարկային փուլում, որոնց համար դժվարությամբ նախագծողներ քաղաքապետարանը գտել է մի քանի անգամ մրցույթ հայտարարելուց հետո։ Փորձառու ճարտարապետների ու ինժեներ նախագծողների պակաս է զգացվում մի քաղաքում, որտեղ ժամանակին նախագծային ընկերություններ կային, լավագույն մասնագետներով, որոնց վստահում էին բնակարանաշինական ու այլ կառուցապատման հարյուրավոր նախագծեր։ Անցած տարի 2 տասնյակից ավելի նախագծերի համար հայտարարված մրցույթները չեն ունեցել հայտատու։ Տարվա կեսին քաղաքապետարանը հայտարարել էր Գյումրիում ուրեմն թափառող շների կացարանի կառուցման մրցույթ։ Տարվա ընթացքում դա ուրեմն իրականացվեց, դրանից հետո մի քանի անգամ տրվել է շինարարության մրցույթի, որը ցավոք սրտի մինչ օրս մասնագիտ չի եղել եւ հաղթողներ չեն ճանաչվել։ Ինքը համարում է փոխանցիկ ուրեմն ծրագիր եկող տարվա մեջ, այսինքն այս տարվա մեջ մենք ելիք փորձենք նորից դնել նաեւ Իսահակյան փողոցի վրա գտնվող լողարանի շենքի վերանորոգման աշխատանքների մրցույթը, հայտարարվել է Լևոն Իշտոյանի անվան ֆուտբոլ մարզաձևի ուրեմն դպրոցի վերանորոգման աշխատանքների մրցույթ, բացի այդ նաև ուրեմն հայտարարվել է մրցույթ Գյումրիում առավել վտարային թվով 60 պատշգամբների նախագծման եւ վերակառուցման այդ մրցույթը։ Շարունակելի ցանկում են հաղթանակի զբոսայգու, Շիրակ գերեզմանատան զինվորական պանթեոնի, Անանյա Շիրակացու, Ավետիք Իսահակյանի արձանների եւ պատվանդանի, շատրվանների վերանորոգման, 24 բազմաբնակարան շենքերի նկուղների, տանիքների ու պատշգամբների հիմնանորոգման, անգամ Ճերմակ հիվանդանոցի վերակառուցման վերաբերյալ մրցույթները, որոնք նախատեսված են իրականացնել քաղաքային բյուջեի եւ սուբվենցիոն միջոցներով։ Քաղաքաշինության բաժինը չկայացող մրցույթների հիմնական պատճառներից է համարում հայտատուների շատ հաճախ լիցենզավորման պահանջներին չբավարարելը, չունեն հստակ դասային կարգ եւ դուրս են մնում գործընթացից։ Ունենք, եթե Կումարի արկելոց պատմամշակութային արժեք ունեցող շենք է, անպայման պետք է ունենա ընդունեն կտասի ардոնագիր ճարտարապետը, այսինքն սովորական ճարտարապետը չի կարող մասնակցել եւ կամ կազմակերպությունը չի կարող մասնակցել այն մրցույթին, որին պահանջում է կտասի ընդունենք ардոնագիր։ Այսինքն մարդը ունի A-դասի ардոնագիր, ինքը չի կարող կտասին մասնակցի։ Այդ տարանջատումն էլ որոշակի խնդիրներ է առաջացնում։ Մրցույթներին չդիմելու այլ կարևոր պատճառ է նախնական տեխնիկական պայմանների եւ ելակետային տվյալների բացակայությունը։ Շենքշինությունների վերաբերյալ տեխնիկական եւ փորձաքննական եզրակացություններ պատվիրատուն, տվյալ դեպքում քաղաքապետարանը չի կարող տալ։ Դրա պատասխանատուն եւս նախագծողներն են։ Սա եւս լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում մասնագետների համար։ Ցանկացած գործառույթ պիտի իրականացվի կանոնների ընդհանրակարգով։ Ցանկալի է, որ պատվիրատուն անի զուտ ժամկետներից ելնելով, ընդունենք եթե մի ամիս մենք մրցույթ հայտարարենք ինժեներաերգրաբանական պայմանների հետազնման։ Մի ամիս ներկայացնենք շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրման, 2-3 ամիս նախատեսենք նախագծման, այսինքն տարին կես է։ Կադրային դեֆիցիտի խնդիրը ավելի է խորանում։ Տեղի փորձառու ճարտարապետ նախագծողները հիմնականում աշխատանք են իրականացնում Երևանում։ Փոխել են համագործակցության շրջանակը նախընտրելով մասնավոր պատվերներ, որոնց առաջարկած վարձատրությունը գրեթե կրկնակի բարձր է, քան Գյումրիում։ Քաղաքապետարանի հայտարարած եւ կայացած մրցույթներին եւս Երևանից հրավիրված մասնագետներ են մասնակցել։ Նաև որոշակի գնային քաղաքականության հետ կապված հարցեր են առաջացել, մենք արդեն այդ խմբագրել ենք, քննարկել ենք ուրեմն պարոն Արաքելյանի հետ, նաև քննարկել ենք նախագծողների հետ եւ արդեն նոր մոդեցմամբ կտանենք մրցույթների։ Քաղաքաշինական մի շարք նախագծերի իրականացման հեռանկարը կախված է սուբվենցիոն փաթեթից։ Եթե հաստատվի քաղաքապետարանի ներկայացրածը, մրցույթների անցկացման գնային առաջարկները վերանայված կլինեն։ Բուլվարային թաղամասում գտնվող նախկին ռադիոկոմզարանի հանրակացարանային մասնաշենքի վերակառուցման եւ լրակառուցման հնարավորության վերաբերյալ մրցույթ կա էլի հաղթող, այսինքն բոլորից հայտնի է
կատարային շենքը յաբամոնտաժվի, վերևի հարկը աբամոնտաժվի, նախագծով այդպես է նախատեսված։ Աբամոնտաժումից հետո ամրացման աշխատանքներ պետք է իրականացվեն եւ նորից լրակառուցում իրականացվի վերջի հարկի։ Նախկին ռադիոգործարանի հանրակացարանում եւ հարևանությամբ գտնվող նախկին ուսումնարանի շենքում միասին 10 ընտանիք են ապրում։ Նրանց շենքերի փրկության ուղղված տարբեր ու տասնյակ առաջարկներից դերեր փոխելուց ամուր երկու շենքերի ապրողների կյանքում բան չի փոխվել։ Երկրաշարժին 11 տարի է։ Հիմա արդեն 50։ Հեշ մի բան չի փոխվել։ Միշտ պետք է փափուկ բարձրացնել լավ կերնի քանի էս։ Ես ոչ գնացել եմ, ոչ հարցնել եմ, ոչ կհարցնեմ։ Ես չեմ ներվում, ոչ կապոցից, ոչ ես պետք է արտելուց։ Յանի կուզեի մեզի հանեն, տեղավորեն, բայց ուդը տեղավորեն է դե չիդեմ, ներնին ճան, թե կիրով բանեն են, բայց թե կիրով ապրելն է կիլես իշխե, ընպես եղավ մի հանրակացանեմ, հանեցին ժողորդին եկամ իս փողը տվեցին, հետո էլ չտվին, ես ուրիշ տամ 36,000 տոշակ կարդիմ։ Սկզբից խոսում կռիշը կաբեին, որտան է չկատան է դեքչերին, հետո թուղ տվեցին որ վարձով էշտակին է համազանչենք մենք, ավել լավ է ստեղ մնավ կամերտան վարձով, հետո արդյոք ետքու կամ ես իմ տունս, հետիգե հարցական է ազիչ։ Ժամանակավոր բնակության վարձով գնալու առաջարկը քաղաքապետարանից 3 ամիս առաջ են ներկայացրել, բայց տարբերակներ չեն նշել։ Սպասում են, որ գարունը ամեն ինչ պարզ կլինի։ Առայժմ քաղաքաշինական այն ծրագրերը, որոնք չունեն նախագծողներ, նորից են դրվելու մրցույթին, մինչև հայտնվեն հայտատուներ։ Հասմիկ Թումասյանը, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։